Դա ինչ վերադարձանք տաղավար սիրելի հեռուստատողներ, շարունակում ենք խոսել մշակութային իրադարձությունների մասին եւ այն մարդկանց եւ այն հիմնադրամների մասին, ովքեր որ նպաստում են այդ կյանքի զարգացմանը Հայաստանում։ Խոսքը Կերոն հիմնադրամի մասին է մասնավորապես, որը որ գիտեք կազմակերպեց Անահիտ Աստվածուհու բրոնզաձու լարձանի գլուխը եւ ձեռքը բրիտանական թանգարանից Հայաստան բերելու գործին եւ մի շարք այլ հետաքրքիր նախագծեր, մասնավորապես այսօր կենտրոնանալու ենք տաղանդների ֆոնդը ծրագրի վրա, փորձելու ենք հասկանալ սա ինչ ծրագիր է եւ ինչին է ուղղված, մեր հյուրի հետ մանրամասն կզրուցենք այժմ։ Մեր տաղավարում է Կերոն զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Շատ ուրախ ենք դարձյալ, որ մեր տաղավարում եք, պարբերաբար հետաքրքիր իրար հաջորդող նախագծեր իրականացնելով կարողանում ենք խոսել ամենատարբեր ուղղությունների մասին, այս անգամ տաղանդների ֆոնդը ծրագրին է միտված մեր զրույցը, ինչ է սա։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ դուք նշեմ, որ դուք ձեր խոսքի մեջ նշեցիք մշակութային ծրագրերի մասին զրուցենք։ Կերոն հիմնադրամը նշում է իր 1 ամյակը արդեն լրացավ մեր 1 տարի։ 3, չէ՞ կարծես։ Ոչ, 1 ամիս առաջ լրացավ, մարտի 27-ին է հիմնադրվել Կերոն հիմնադրամը, թրան այդ 1 տարին, եւ իրականում այս 1 տարվա ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, սակայն հանրության կարծիք հիմնադրամի մասին այո այդպեսին է, որ մենք մշակութային հիմնադրամ ենք, սակայն մենք ունենք 5 գլխավոր ռազմավարական ուղղություններ, որոնք ես սիրով հիմա կնշեմ, այո, մշակույթը արվեստը մեր ուղղություններից մեկն է, բայց նաև մենք ունենք առողջապահություն, կրթություն, սպորտ եւ տարածքային զարգացում։ Այսինքն այս հիմնական 5 ուղղություններ են, որոնցով Կերոն հիմնադրամը տանում է իր գործունեությունը եւ 1 ամյակը նշելուն ընթരാճ մենք հանրային հայտարարեցինք մեր կարևորագույն ծրագրի մասին, տաղանդների ֆոնդ ծրագրի մասին, որի գլխավոր նպատակն է համաշխարհային մակարդակի պրոֆեսիոնալներ բերել Հայաստան, որպեսզի իրենք ընտրեն Հայաստանը ապրելու, աշխատելու եւ ստեղծելու համար։ Կարևոր հատկանշական 2 բան կարող եմ նշել այս ծրագրի վերաբերյալ։ Նախ պարտադիր չէ, որ ազգությամբ հայեր լինեն մեր տաղանդները, ովքեր կգան մեր երկրում միջավայր փոխելու, եւ երկրորդը մենք չենք դիտարկում կարճաժամկետ, այսինքն մի քանի ամիս, 1 տարի մենք հավատացած ենք, որ երբ մարդ մշտապես կամ երկարաժամկետ է տեղափոխվում մի վայր, տվյալ դեպքում մեր հայրենիք, նա սկսում է տվյալ երկրի հանդեպ ունենալ պատասխանատվության եւ միջավայր փոխելու զգացում եւ դա կարծում ենք, որ ինչպես եղել է սովետական միության տարիներին, երբ որ եկել են երկաթյա վարակույրը կարծես մի պահ բացվել է եւ մեծ քանակով մարդիկ են եկել մեր երկիր եւ փոխելով սկսած սնունդից, հագուստից, մշակույթից մեծ փոփոխություններ են եղել մեր երկրում, մենք հուսով ենք, որ մեր երկրի այն հրաշալի ամեն ինչ որ մենք ունենք նոր մարդկանց գալով եւ պրոֆեսիոնալների ներգրավմամբ մեր երկրը ավելի կզարգանա, քանի որ Կերոն հիմնադրամի գլխավոր նպատակն է Հայաստանի Հանրապետության զարգացման գործընթացին մեր լուման ունենալը։ Եվ կբերեն թարմ տեսլականներ, թարմ մոտեցումներ, նոր պատկերացումներ։ Հետաքրքիր է, թե այս պայդրությամբ ինչպիսի համագործակցություններ ունեք, ում հետ ունեք եւ մասնավորապես ոչ հայազգի ներկայացուցիչներին ինչպես է կարողանում մոտիվացնել եւ շահագրգռել դեպի այս կողմ նայելը եւ հետո գալը, տեղափոխվել, ապրելը։ Սիրով, ուրեմն մենք արդեն պիլոտային նախագիծ սկսել ենք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ եւ այս պահին արդեն 4 մասնագետներ տեղափոխվել են Հայաստան, որոնցից 3-ը երաժիշտ են, 1-ը երաժշտական մենեջեր, ասեմ նաեւ, որ 3-ը այլազգի են, 1-ը պատահականության սկզբունքով նաեւ, այսինքն մենք չենք բացառում, որ մասնագետները լինեն հայազգի, տարբեր երկրներից են եկել Էստոնիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից եւ բոլորը մեծ ոգևորությամբ եւ մեծ նվիրումով մենք տեսեք 4 մասնագետ են դեռ տեղափոխվել եւ մի քանիսի հետ արդեն բանակցությունները եւս գնում են տարբեր ոլորտներից, բայց մենք տեսնում ենք այս մարդկանց արդեն ստեղծած արժեքը մեր երկրում, որտեղ իրենք աշխատելով պետական սիմֆոնիկ նվագախմբում նաեւ դասավանդում են պետական երաժշտական դպրոցներում իրենց մասնագիտություններով եւ մաստեր կլասներ են տալիս, վարպետաց դասեր են տալիս այլ շնորհալի երեխաներին ոչ տվյալ դպրոցներից, այսինքն մեկ մարդը իր հնարավոր ամբողջ
օգտագործում է մեր երկրում արժեք ստեղծելու համար եւ իրենք շատ հաճելի, շատ բանիմաց, շատ գրագետ, շատ հրապուրիչ մարդիկ են, որոնք նաեւ աշխատանքից դուրս իրենց կենցաղային կյանքում վստահաբար ստեղծում են արժեք մեր երկրի համար։ Քանի որ մեզ դիտում են Հայաստանի սահմաններից դուրս թե մեր հայրենակիցները եւ բնականաբար նրանք էլ ունեն ընկերներ, գործընկերներ, որոնք հետաքրքրված են Հայաստանով, ինչպես կարող են մասնակիցը դառնալ այս նախագծին եւ որ ոլորտներից է ցանկալի, որ գործունեություն ծավալող անհատները անկախ ազգությունից դիմեն ծրագրին մասնակցելու եւ Հայաստանում իրենց կյանքն ու գործունեությունը կենցաղը շարունակելու համար։ Ինչպես նշեցի, մենք կենտրոնացած ենք ռազմավարական մեր 5 ուղղությունների վրա՝ առողջապահություն, արվեստ, մշակույթ, կրթություն, սպորտ եւ տարածքային զարգացում, այս բոլոր ոլորտներից ցանկացած տեղ, եթե որևիցե մարդ կտեսնի, որ իր ներգրավվածությունը մեր երկրում կբերի փոփոխություն, մենք սիրով պատրաստ ենք աջակցել եւ մեր ամբողջ պոտենցիալով օգնել, որպեսզի իրենք տեղափոխվեն բնակության մեր երկրում եւ նպաստեն երկրի զարգացմանը։ Այսինքն այս նախագիծը ենթադրում է երկկողմանի մոտեցում եւ ոչ միայն դուք եք փնտրում եւ գտնում այդ տաղանդներին, այլև նրանք եւս կարող են հայտ ներկայացնել այս ամենի մասը կազմելու համար։ Տեսեք, մենք հիմա մեր ռազմավարությունը ավարտման փուլում ենք եւ հստակ մեխանիզմները շուտով կլինեն, որոնք հստակ հրապարակվեն մեր կայքում, թե ինչպես այդ գործընթացը տեղի կունենա, բայց այո, ընդհանուր առմամբ կարող եմ ասեմ այո, եւ կառույցները, որոնք կարիք ունեն տվյալ մասնագետների, որոնք ցավոք մեր երկրում ինչ-ինչ պատճառներով կամ չկա այդ կրթությունը, օրինակ մեր մասնագետներից մեկը երաշտական մենեջմենթի մասնագետ է, որը ցավոք այս պահին Հայաստանում այդպիսի կրթություն ստանալ հնարավոր չէ եւ Նյու Յորքից մեզ մոտ տեղափոխվել է Տաթևը հայազգի է եւ տեղափոխվել է Հայաստան եւ արդեն հոկտեմբերից է այստեղ ապրում եւ հոկտեմբերից մինչ հիմա անգամ պատկերացրեք ես անցած օրը հանդիպում ունեի լրիվ այլ ոլորտի մասնագետի հետ եւ ասաց ոյ Տաթևը ձեզ հետ է ձեզ միջոցով է Հայաստան տեղափոխում մենք իր այդ պրոյեկտ ենք անում այսինքն մարդ տեղափոխվել է Հայաստան եւ անգամ իր մասնագիտականից դուրս մեկ այլ ուրիշ մեծ պրոյեկտի մեջ է ներգրավված էլի փորձելով երկրում արժեք ստեղծել, որը շատ ուրախացնում է եւ հենց դա է մեր նպատակը։ Իսկապես շատ կարևոր նախաձեռնություն է եւ հուսանք, որ բոլոր այն մարդկանց ոնց կհետաքրքրի Հայաստանը իր մշակույթով եւ ոչ միայն, եւ եթե դուք ցանկանում եք որևէ բան ել ավելի լավը դարձնել Հայաստանում, ապա կարող են հետեւել, որպեսզի ծանոթանան բոլոր նորություններին, բայց առիթն օգտագործելով խոսենք նաեւ բոլոր այն նախագծերի, ծրագրերի մասին, որ այս 1 տարվա ընթացքում հասցրել է հիմնադրամը կյանքի կոչել։ Քիչ առաջ պատահական չէ, որ նշեցի 3, որովհետեւ ձեր սոցիալական հարթակներում էլ նշված էր, որ մայիսի 18-ին 1 տարի առաջ տեղի ունեցավ առաջին ծրագիրը, որը հանրային միջոցառումը առաջին անգամ հանրությունը իմացավ Կերոն հիմնադրամի մասին։ Ինչպես սկսվեց եւ ինչպես շարունակություն այս մեծածավալ նախագծերով կարողացեք կյանքի կոչել։ Առաջինը սիմֆոնիկ կասկադներ։ Այո, մայիսի 18-ին Թանգարանային միջազգային օրը մենք առաջին հանրային փոքրիկ միջոցառում արեցինք եւ Կասկադում Երևանի կենտրոնում այդպես հետարքիր ֆլեշմոբով սկսեցինք Կերոնի գործունեություն մասին խոսել, շատ հետաքրքիր միջոցառում էր, որից եւ սկսվեց մեր օրինակ ծրագրերից մեկը, որը մենք համարում ենք փոքրիկ, բայց այնուամենայնիվ մշակույթ փոխող նախագիծ։ Այդ օրվանից սկսած ամբողջ ամառ Կասկադում հնչում էին դասական երաժշտության երեկոներ, ամեն ուրբաթ երեկո եւ ամեն շաբաթ առավոտ ռուսական արվեստի թանգարանի դիմաց երեխաները մաստեր կլասներ էին արվեստի հետ կապված անում, որից հետո այդ ավանդույթը երբ որ կարծես արդեն սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներն էին եւ շատ սիրվել էր քաղաքացիների կողմից այդ նախագիծը եւ մենք մտածում ենք որտեղ կարելի է էլի անել շարունակական սարքել նախագիծը, որ լինի հանրային, անվճար, բայց տաք միջավայր, որտեղ մարդիկ կարողանան էլի մշակույթի երաժշտության հետ շփվել եւ այդտեղից առաջացավ մետրոյի գաղափարը եւ մենք ձմռան ամիսներին շարունակեցինք նույն միտքը մետրոյում մետրոպոլիտենի հետ համագործակցությամբ երիտասարդական կայարանում էլի ամեն 5 շաբթի երեկոյան տեղի են ունենում համերգներ, որը նույնպես այնքան սիրվեցին, որ մենք ստիպված 1 ամիս երկարացեցինք անգամ նախագծի շարունակությունը։ Հիմա մեր պատմական գրասենյակի շենքի պատշգամբից նույնպես ամեն ուրբաթ ժամը 1-ին հնչում է կենթանի երաժշտություն եւ շուտով մենք ամռան ամիսներին էլի
մտածում ենք հիմա ավարտական փուլում ենք, թե որտեղ կշարունակենք այս փոքրիկ նախագիծը, որը թվում է թե մեծ արժեք չի ստեղծում, բայց իրականում մթնոլորտ է փոխում։ Այո, մթնոլորտ եւ միջավայր է փոխում, որը նույնպես գերոնի գործունեությունը հենց դրան Հայաստանի զարգացման եւ երկու միջավայր փոխելուն է միտված։ Դա նախագծերից մեկն էր միայն, բայց բավականին շատ նախագծեր է կարել, եկեք խոսենք այսպես փոքրիկ ամփոփումներով մյուս ծրագրերի մասին եւս։ Կարծում եմ Անահիտ Աստվածու արձանի մասին այնքան է խոսվել, որ միայն կարող եմ նշեմ, որ մեզ համար հպարտանալու փաստ է այն, որ անկախ Հայաստանի պատմության մեջ, պատմության թանգարանի ամենաայցելված ցուցադրություններ եւ երկրորդ փաստը, որ 56000 այցելուներից 18000-ը երեխաներ ու երիտասարդներ են, դա իմ անձնական մեծ ուրախությունն ու երջանկությունն է, որ մենք նպաստեցինք թանգարանային մշակույթին, թանգարան այցելելու մշակույթին մարդկանց հոսքը դեպի ապահովել եւ ես շատ ուրախ եմ այդ փաստով եւ դա նաեւ մեծ եկամուտ բերեց թանգարանին այլ նմանատիպ ցուցադրություններ կարողանալու կազմակերպելու համար։ Մեր մյուս շատ կարևոր եւ էլի հպարտանալու ծրագիրը դա Երևանի պետական բժշկական համալսարանի հետ համագործակցությունն է, երբ էլի մեր գործունեության առաջին ամիսներին մենք հանդիպեցինք պարոն Մուրադյանի հետ եւ հասկացանք, որ լինելով լավագույն համալսարաններից մեկը մեր երկրի գրադարանային պայմանները համապատասխան չեն, որտեվ ես ինքս սովորելով մի շարք համալսարաններում Հայաստանում մեկ համալսարանում եմ միայն երկար ժամանակ անցկացրել, որտեղ կար ընդհանուր հանրային տարած գրադարան, որտեղ մենք մնում էինք, սովորում էինք եւ երկար ժամեր էինք անցկացնում եւ ավելի մեծ էր մեր կապը համալսարանի հետ։ Եվ այդ մտքից ելնելով մենք որոշեցինք բժշկական համալսարանի գրադարանը ամբողջովին վերափոխել եւ այս գործին համար մենք հրավիրել ենք աշխարհահռչակ նիդերլանդական ընկերություն, որը հենց աշխարհի լավագույն համալսարանների գրադարանների վերափոխմամբ է զբաղված ճարտարապետության, որտեղ գրադարանային ճարտարապետությունը դա առանձին ուղղություն է եւ առանձին գիտելիքներ է պահանջում եւ կարող եմ ասեմ, որ այ հունիսի 13-ին մեր գործընկերները գալիս են Հայաստան եւ բժշկական համալսարանի ուսանողների դասախոսական կազմին, ինչու ոչ նաեւ շրջանավարտներին, մեր պետական մարմիններին ներկայացնելու են ապագա տեսքը, վերջնական ապագա տեսքը բժշկական համալսարանի գրադարանի։ Շատ ուրախ ենք եւ հուսով ենք, որ կոնկրետ ժամկետ չեմ կարող ասեմ, բայց ասենք մյուս տարի այդ ժամանակ շուտով մենք արդեն նստած եւ կխոսենք արդեն պատրաստի գրադարանը եւ կտեսնենք, թե ինչ միջազգային չափորոշիչներով մենք ունենք գրադարան մեր երկրում։ Ծրագրերը իրականում հիմնադրամի շատ են եւ շատ բազմաճյուղ են ու ժամանակն էլ սահմանափակ է ուղիղ եթերում խոսել բոլորի մասին մանրամասն, բայց մենք վստահ ենք, որ կրկին առիթ կունենանք պատմելու նոր նախագծերի, նոր ծրագրերի մասին, որոնք մի քանի ամիսների հատվածում նույնիսկ կյանքի կկոչի հիմնադրամը։ Շնորհակալ ենք անչափ։ Ես շնորհակալ հրավերի համար։ Եվ իհարկե բոլոր գործընկերներին, ընկերներին, որոնք աշխատում են Կերոն հիմնադրամում, եւս մեկ անգամ շնորհավորում ենք 1 տարին լրանալու կապակցությամբ եւ նորանոր մտքեր, որոնք կյանքի կկոչվեն Հայաստանը զարգացնելու համար։ Այո, մենք էլ սիրով կհետևենք այդ գործընթացին, որովհետեւ դա բոլորիս համար է մեծ ուրախություն եւ մեծ ձեռքբերում, մեծ հաշվով, իսկ հիմա շարունակում ենք եթերը երաժշտությամբ։